Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ։ Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո թափուր մնացած պաշտոնում միակ թեկնածուին առաջադրել էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր խմբակցությունները ազատ քվեարկության որոշում էին կայացրել։ Հայ ազգային կոնգրեսը չէր մասնակցում, ինչպես նախորդ քվեարկությունները, այս մեկն էլ բոյկոտեց։ Քվեարկության արդյունքում ոչ մի դեմ ձայն չգրանցվեց։ Ազգային ժողովի 130 պատգամավորներից մասնակցել է 101-ը, կողմ են քվեարկել 99 պատգամավոր, 2 քվեաթերթիկ հանձնաժողովի կողմից համարվել է անվավեր։ Հիշեցնենք 2013-ից 16 թվականներին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, 2015-ին եղել է Սահմանադրական հանրաքվեի ԱՅՈ-ի շտաբում, 2016-ին նշանակվել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում։ Այսօր արդեն Վերահսկիչ նախագահի պաշտոնում ասած խոստումներ տալ չի սիրում, գործով ցույց կտա ինչպես է աշխատում։ Խոսենք մի տարի հետո իմ ասենք թե ղեկավարման ժամանակ ինչպիսի գործեր կլինեն, ինչպիսի արդյունքներ կլինեն, ինչ գումարներ կվերականգնվեն պետական բյուջե։ Ձեր նորամուծությունը որն է լինի։ Պատասխանատու աշխատանք։ Բոլոր հնարավորությունները կան կայացնել Վերահսկիչ պալատը որպես անկախ բարձրագույն վերահսկիչ մարմին Հայաստանի Հանրապետությունում։ Իշխող հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց պետք չէ փրկիչ սպասել։ Արդար կառավարի ոչ թե սրբեր եւ հրեշտակներ եւ փրկիչներ փնտրենք, չկան մեր մոտ ոչ սրբեր կան, ոչ հրեշտակներ, ոչ փրկիչներ, բոլորը երկնքում են, այլ սպասենք սահմանադրության եւ օրենսդրության լիազորությունների իրականացում։ Կարող է պարոն Յոլյանը դա անել, համոզված եմ այո։ Մենք պետք է օգնենք, կարծում եմ մենք պետք է օգնենք եւ օժանդակենք։ Դիտարկմանը, թե բյուջեի հետ կապված չարաշահումների համար պատասխանատվության ենթարկվողներ չեն եղել, Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց, առանց անուններ նշելու ասաց եւ պաշտոնանկություններ են եղել եւ ազատազրկումներ։ Հարցին, թե ամեն դեպքում մինչ օրս որևէ բարձրաստիճան պաշտոնյա դատարանի առջեւ չի կանգնել, արդյոք Լևոն Յոլյանը կկարողանա, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել, գլխից բռնել մեծերին, Շարմազանովը պատասխանեց. Գլխից պետք է բռնենք մեծերին։ Ես չեմ ուզում ժողովրդական բանավեճությունների մեջ մտնել գլխից բռնել, ներքևից բռնել, կողքից բռնել, թե աչից թե ձախից, խնդիրը նա է, որպեսզի այդ կառույցը կարողանա արդյունավետ հետազոտել եւ կառավարել պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը։ Վերահսկիչ պալատի նախագահը չպետք է չինովնիկի մեջ տեսնի պոտենցիալ հանցագործի։ Նա պարզապես պետք է անի իր գործը առանց ավելորդ զգացմունքների, առանց ավելորդ թայֆաբազության, ինչն էլ պարոն Յոլյանը կանի, որովհետև շատ հավասարակշռված, պրագմատիկ, պրոֆեսիոնալ եւ ճիշտ հաշվարկներ կատարող անձնավորություն։ Թայֆաբազություն էր անում, նախորդի գնահատականը։ Ես չպետք է նախորդի գնահատականը տամ եւ առհասարակ ես այն կարծիքին չեմ, որ մենք պետք է ով գնում ան, եթե նախորդ ունեցել աթերություններ, այդ թերությունները ավելի լավ կլիներ խոսեն նրա պաշտոնավարման ժամանակ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, Վերահսկիչ պալատը նորովի է աշխատելու եւ ոչ միայն այն պատճառով, որ պալատի նախագահը փոխվել է, այլ նաեւ այն պատճառով, որ նոր սահմանադրությունը մեծացնելու է կառույցի անկախությունը։ Մինչ այս Ռուստամյանի խոսքով այն ձևական է գործել։ Ոչ միայն ձեռնոթքը կապված է, նա ուղղակի կախված է նախագահականից, որովհետև նախագահն է նշանակում այդ անձանց եւ բնական բայ այդ օրինակը որ վերեցինք նույն ինչ էր, որ կանչում է նախագահը իր մոտ եւ հաշիվ է պահանջում նրա եզրակացության ելույթի զեկույցի վերաբերյալ։ Չի լինելու այդպիսի բան, որտեղ այդ նախագահը չի լինելու։ Հասկանում եք, մենք այդ աթոռը վերացրել ենք, մարդիկ դա հələ չեն կարողացել տեսնել դրա արդյունքները, բայց կտեսնեն, չկա այդ մարդը, որը կարողանա կանչել։ Վարչապետը դրա իրավունքը ընդհանրապես չունի։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սակայն չի կարծում, թե Վերահսկիչ պալատի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները իրավիճակը կփոխեն եւ հիշեցնում է, դաշնակցությունը նույն լավատեսությամբ խոսում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման նոր կարգի մասին, մինչդեռ նոր ավելի ժողովրդավարական ընտրակարգով ընտրվեց ԿԸՀ նույն կազմը։ Հիմա հարց է ծագում. Ինչն է իմաստը այդ նոր ընթացակարգերի, եթե այդ նոր ընթացակարգերով արվում է նույն հին չար գործը,
Զուրաբյանը չի կարծում, որ վերահասկիչ պալատի նոր նախագահը կբարելավի իրավիճակը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, պալատը արդյունավետ աշխատում էր 2008-ից 2010 թվականներին, ապա երբ ընդդիմությունը սկսեց ակտիվորեն օգտվել այդ պալատի հաշվետվություններից եւ ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել չարաշահումների մասին, զեկույցները առավել մեղմ դարձան։ Իսկ Իշխան Զաքարյանի Մալուխով հայտնի ելույթից եւ դրան հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատությունից հետո վերահասկիչ պալատի նախագահը դադարեց անգամ խորհրդարան գալ։ Ինչի վերաբերյալ ես բազմիցս խոսել եմ, հնչեցնելով ուր է Իշխան Զաքարյան հարցը։ Հիմա փաստորեն իմացանք Իշխան Զաքարյանը ուր է, նա Ծառուկյան դաշինքի ցուցակում երկրորդ համարն է, նոր մարդ են բերել, որի ուր լինելը արդեն ակնհայտ է։ Սա լրիվ ճամբարի մարդ է, իշխանական ճամբարի մարդ է, որը բնականաբար արդեն վերահսկիչ պալատում վերահսկելու է տեղեկատվական հոսքը դեպի ազգային ժողով։ Այսինքն ես վստահ եմ, որ մենք այլևս կունենանք շատ ավելի մեղմ, փափուկ զեկույցներ